Որ Սամվել Կարապետյանի խոսքը գործ է, բյուրեղավանցիները բոլորից լավ գիտեն։ Ասում է Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ու մատնանշում Բյուրեղավանի գործարանը, որի շնորհիվ բյուրեղավանցիները ի տարբերություն հարակից քաղաքների աշխատատեղի խնդիր չունեն։ Կառուցել են բյուրեղավանցիները, ես ուղղակի process-ին մասնակից էի։ Ու այսպիսի կոնկրետ պատասխանատու ժողովրդի հետ մենք կարողացանք Հայաստանում աննախադեպ արտադրություններ հիմնել։ Իրենց ընտրվելու դեպքում գործարանը մի քանի անգամ մեծանալու է, աշխատատեղերը շատանալու են, դրա համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն կան, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը։ Մենք չենք կարող ասենք, որ առաջի քրիստոնյա ազգնենք ու վсё, սիրեք մեզ, չի լինում տենց։ Ստեղծած ուժով են քեզ հարգում, ստեղծարար ձեռքով են քեզ հարգում։ Տասնյակ հազարավոր հայեր լքում են Հայաստանը նրա համար, որ գործի տեղ չկա։ Երկու ծրագիր ունենք Հայաստանի համար, որպեսզի պարզ լինի ձեր համար։ Առաջինը, ստեղծում ենք աշխատատեղեր Հայաստանով մեկ, ինչպես արել ենք Բյուրեղավանում, եւ ապահովում ենք, որ հայերը մնան։ Հայաստանի բոլոր համայնքներում են ստեղծելու գործարաններ, ասում է Նարեկ Կարապետյանը Եղվարդի բնակիչներին, նրանց խոստանում լուծել ոռոգման ու մթերման հարցը։ Գետերի երկրում ոնց կարա ջրի խնդիր լինի։ Դրա համար վստահ եղեք գյուղատնտեսության երկու հարցը լուծելու։ Ոռոգման հարցը ջրամբարների տեսքով եւ երկրորդ հարցը մթերման հարցը, որ պետությունը պետք է երաշխավորի մթերման ամենացածր գինը։ Հիմա գին, դա արել է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները վերջում, պոեզի վերջում մենք ենք դա անելու, որ մեր գյուղատնտեսությունը վերջապես զարգանա։ Հայաստանն ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, բայց Հրազդանը ամենախոշորն է լինելու, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը հրազդանցիներին։ Փակվել է 3 գործարան, մատին չի տրվել գործարանների վերականգնման։ Ձեր բարեկամները, ձեր շրջապատի մարդիկ տունը էլ չեն կարողանում պահեն, որովհետև այդ գործարան բացողները ով պետք է բացեր։ Այդ ժամանակ զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, Ֆրանսիա գնալով, բայց ոչ Հայաստանի արդյունաբերական հսկային վերագործարկելուն գոնե մի ժամ հատկացնելու։ Հրազդանը ժամանակին եղել է արդյունաբերական կենտրոն, սակայն գործող իշխանությունը ոչինչ չի արել այս ընթացքում քաղաքի տնտեսական կյանքը վերականգնելու համար, հայտարարում է Նարեկ Կարապետյանը։ Հրազդանի ցեմենտի գործարանը 8 ամսվա ընթացքում փոփոխություններից հետո մենք վերագործարկելու ենք։ Պատնեշը 8 ամսվա ընթացքում, 7-8 ամսվա ընթացքում փոփոխությունից հետո ստանալու է պատվերներ, վերագործարկվելու է։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հիշեցնում է Հրազդանի բնակիչներին Սաֆարովի կանխարգելման օրենքի մասին, որը ընդունելու են ընտրվելու դեպքում, որպեսզի Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չկարողանա սեփականություն ձեռք բերել։ Ոչ մի ադրբեջանցի խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո, իսկ պայմանագիրը ստորագրվելու է, ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենալու Հայաստանում գնի հող, Հայաստանում գնի տուն, Հայաստանից նվեր ստանա որևէ բան, 10 օր մենակ կարան գան ու գնան։ Եթե Եվրոպայում չկարողացան քնած հային պաշտպանել ադրբեջանցուց, Հայաստանում ոնց են կարողանալու, հարցնում է Նարեկ Կարապետյանն ու պնդում, պետք է դասեր քաղել պատմությունից։ Մի հայ չեն կարում պաշտպանել Եվրոպայի կենտրոնում, այս մեր լեռներում ոնց են մեզ թուրքերից պաշտպանելու։ Գիտեք ոնց, ցավակցություն են հայտնելու, մտահոգություն են հայտնելու, մտահոգվելու են միշտ։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հլուր։